Արն Աղաջանյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, Բարգավաճ Հայաստանը չհաղթահարեց, Շ.Մ. չի կարող գալ ազգային ժողով, ինչից հետո ընդդիմությունը բողոքի ակցիաներ է փորձում անել, ինչ զարգացումներ սպասել։ Նախ արձանագրենք, որ զավեշտալի է ուղղակի այն ընդդիմությունից տեսնել նմանատիպ ակցիաներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք էին բաժանում եւ Հակակոռուպցիոն կոմիտեի հարյուրավոր ձայնագրությունները այս մասին վկա եւ բայց մյուս կողմից զարմանալու ոչինչ չկա իրականում, որովհետեւ թե ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում թե դրանից առաջ, թե այս օրերին այս քաղաքական ուժերից մենք այնպիսի բաներ տեսանք, որոնք այլևս որևէ բան թույլ չեն տալի բացառել նրանց մասին, այդ թվում բոլոր հնարավոր կարմիր գծերի հատումը մենք հիշում ենք հայտնի 300,000 ադրբեջանցիների մտածածին վերադարձի թեզի մասին, որը ընդդիմությունը եւ մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցությունը ամբողջ թափով փորձում էր մտցնել քաղաքական օրակարգ եւ ես դեռ այն ժամանակ ասում էի, որ սա չի մոռացվելու եւ այս բոլոր դրվագները, երբ նրանք կգան ազգային ժողով, վստահաբար մեր նրանց հետ բանավեճերի ժամանակ մեծ ազդեցություն եւ տեղ են գտնելու մեր քննարկումների բովանդակության մեջ եւ այս առումով գալով սկզբնական մտքից որևէ բան նրանցից չսպասել չի կարելի եւ վերջերս նաեւ նրանց առաջին համարը Facebook-յան գրառում էր արել ուղղված մեզ հետեւյալ բովանդակությամբ, ասում է ընտրակեղծարարների փոքրիկ խմբակ, դա սա այլ հետևություն կան, որ նրանք իրենց իսկ սիրած սնկերի ազդեցության տակ են հավանաբար այս գրառումները ու այս մտքերը արտահայտում, այլ հետևություն դժվար է անել եւ թերևս այսքան է, ըստ այդմ չի կարելի որևէ կերպ զարմանալ նրա վրա, որ հիմա այս մարդիկ, ովքեր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք են բաժանել, դուրս են եկել եւ մեզ մեղադրում են ընտրություններ կեղծելու կամ մանդատների գողանալու մեջ։ Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, նշում են, որ իրենք շարունակելու են գործել բացառապես սահմանադրության, օրենքների եւ ժողովրդավարական սկզբունքների շրջանակում։ Իդեպ Ռոբերտ Քոչյանի դաշինքը դիմել էր սահմանադրական դատարան, այսօր նաեւ Միասնության թևերը հայտարարեց, որ իրենք եւս դիմելու են սահմանադրական դատարան անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։ Ինչ սպասել։ Ես կարծում եմ, որ պետք է սպասել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի քրեական պատասխանատվությունների օրվան, որը ես կարծում եմ շատ մոտ է, եւ ինչպես վարչապետը ասել է, պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր գլուխները պետք է հատվեն քաղաքական իմաստով եւ սրան ուղղակի այլ ընտրանք չկա եւ սա է ժողովրդի առաջնային ուղերձը մեզ եւ սրանում մենք համոզվել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ այս գերնպատակից ոչ մի միլիմետր շեղում չի լինելու, հետեւաբար այս ակնկալիքից զատ մնացած որևէ ակնկալիք այս բանից ստորադասվում է։ Իդեպ այդ 3 կուսակցությունների առաջնորդները, կարելի է ասել, փորձում էին ճողոպրել երկրից, ամեն մեկը ինչ-որ ձևով, երեքին էլ արգելվեց դուրս գալ երկրից։ Որևէ զարմանալու բան չկա եւ չպետք է որ նրանք զարմանային դրա համար, որովհետեւ վարչապետը հայտնի հանրահավաքում Երևանի Հանրապետության հրապարակում բառացի հայտարարել էր դրա մասին եւ դրանից հետո զարմանալ, թե ինչու են իրենց մուտքը փակ եւ ինչ որ վրթովվել է տառիթով, կարծում եմ անտրամաբանական է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով։ Չեք կարծում, որ սա մի փոքր ուշացած է, կարծեք թե։ Չեմ կարծում, որ ուշացած է, որովհետեւ վերջին ընտրություններով Հայաստանի Հանրապետության կյանքը չկանգնեց եւ նաեւ այս ընտրությունների ընթացքը եւ արդյունքները հերթական ըստ էության փուլ էր, որի ընթացքում մենք
նոր մարտահրավերներ ի հայտ բերեցինք եւ դրանց առերեսվեցինք եւ ընդհանրապես օրենսդրական գործունեությունը, այդ թվում կառավարության գործունեությունը, ենթաօրենսդրական ակտերի ընդունման մակարդակով դա կենթանի process է, որը բխում է նաև ընթացիկ իրավիճակներից եւ ընթացիկ խնդիրներից, այն խնդիրները, որոնց մենք բախվեցինք այս անգամ, կամ առնվազն այն մասշտաբները այդ խնդիրների, որոնց մենք բախվեցինք այս անգամ, աննախադեպ էին եւ տրամաբանական է, որ դրանցից բխում է նմանատիպ նախաձեռնություն եւ կարծում եմ ուշանալու խնդիր չկա այստեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հերթական ընտրակաշառքի բացահայտման մասին է խոսել, իհարկե դե ձայնագրությունը ավելի վաղ է տեղի ունեցել, բայց այդ ուժի ներկայացուցիչները ուժեղ Հայաստանի մասին է խոսքը, դեռ շարունակում են պնդել, որ իրենք կապ չունեն այդ ամեն ինչի հետ, ձեզ են անվանում ընտրակեղծարար, Նարեկ Կարապետյանը նույնիսկ ասաց, թե թեև մեզ հետապնդում էին, բայց մենք դրսում ինքը հարցազրույցներ էր տալիս եւ ասում էր, որ մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, հիմա չի կարող նման բան ասել։ Դե կարծում եմ որևէ զարմանալու բան չկա այստեղ եւս նրանք ըստ էության իրենց խոսքի մեջ ոչինչ չեն փոխում ընդհանրապես եւ նույնիսկ այդ ձևակերպումների մեջ ես կարծում եմ իրենց խորհրդատուները կամ PR պատասխանատուները այլ երկրներից ժամանած ովքեր հավանաբար արդեն լքել են Հայաստանը միգուցե վերջին ընտրությունների արդյունքներից հետո, բայց ինչևէ կարծում եմ որ մեկը իրենց պետք է հուշի որպեսզի գոնե ընտրությունների այս արդյունքներից հետո իրենց խոսույթը գոնե ինչ-որ չափով փոխան, հա։ Վերջերս այդ նույն անձնավորությունը մեր մասին խոսելով օգտագործել էր փոքրիկ խմբակ ձևակերպումը, եւ ես կարծում եմ առնվազն այն քաղաքական ուժը, որը ստացել է գրեթե 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվե, այդ քաղաքական ուժին անվանել փոքրիկ խմբակ, կարծում եմ առնվազն ժամանակավետ է արդեն, այսինքն պետք է ինչ-որ հետևություններ կանեն, ես կարծում եմ, եւ իրենց խոսույթի մեջ ինչ-որ դետալներ փոխեն, որովհետեւ կարծում եմ, եթե այսպես շարունակվի, պետք չի լինի զարմանալ, օրինակի համար հերթական իրենց հայտնի կառավարության նիստերի տեսահոլովակների, ուրեմն ականատես լինելուց, երբ իրենց վարչապետը կամ վարչապետը փակագծերի մեջ բան հերթական բան ժողովրդին կոչը կանի կամ ելույթի մեջ կասի, որ փոփոխությունը գալիս է եւս մեկ։ Եվ խնդրեմ ասեք Քարոզ Արշավին այն կարգախոսովորով, որ դուք դիմում եք քաղաքացիներին, հա, տեր կանգնիր խաղաղությանը, տեր կանգնիր պետությանը, կարող ենք ասել, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերում արդարացրեց իրեն եւ ոչ միայն սահմանամերձ, ես հատկապես շեշտեցի սա։ Այո, հատկապես, շատ ճիշտ եք, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ հաշվի առնելով, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք 40,000 ավել ձայն ստացանք մեր քաղաքացիներից, դա մեծագույն պատասխանատվություն է մեր համար, բայց դրա հետ մեկտեղ մեծագույն գնահատանք մեր այս ընթացքում աշխատանքների համար, որը պարտավորեցնող է միանշանակ, իսկ ընդհանուր տոկոսային հարաբերակցության մեջ այն պատկերը, որը մենք ունենք, մենք առավել քան վստահ ենք, որ այդ պատկերը պայմանավորված է հայտնի հանգամանքներով, մասնավորապես աննախադեպ ընտրակաշառքի բաժանման ուրեմն երևույթներով, որոնց հետևից իհարկե Եվրոպա մարմինները գնում էին եւ շարունակում են գնալ, այնուամենայնիվ այն ծավալները ընտրակաշառքի, որոնց ականատեսը մենք եղանք, ցավոք այնքան ահռելի էին, որ նույնիսկ իրավապահ մեր մարմինների ամենօրյա բացահայտումները շատ հեռու էին բավարար լինելուց, որպեսզի ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չունենար, ցավոք ունեցանք մենք այդ ազդեցությունը, բայց դրանից պետք է հետևություններ անել եւ այդ հետևությունների կարևորագույն առանցքային կետն այն է, որ այդ բոլոր այդ կուսակցությունների առաջնորդները, այդ թվում այս ընտրակաշառքների համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։